Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, որքան մոտենում են ընտրությունները, այնքան որոշ շրջանակներ եւ քաղաքական ուժեր իրենց հայտարարություններով ու դրսևորած վարքագծով գերազանցում են իրենց։ Որպես օրինակ կբերեմ վերջերս Մարտունիում Քոչարյանի որդու հանդիպումը քաղաքացիների հետ եւ նա խոսում էր արժանապատվության մասին։ Իսկ նրանց մեկ այլ գործընկերներ հիշել են, որ կարելի է ուժեղ Հայաստան կառուցել։ Այս համատեքստում սակայն չես կարող չհիշել իրենց կառավարման տարիների արժանապատվությունն ու ուժեղ Հայաստանը։ Օրինակ հեծը ինձ համար Կարապետյանների ուժեղ Հայաստանի խորհրդանիշն է ու կենթանի վկան։ Երևի հենց ուժեղ Հայաստանի կառուցելու գաղափարով էին տարված Կարապետյանները եւ ֆինանսական խնդիրներ ունեցող հեծը գրավադրելով տոկոսով միլիոնավոր դոլարներ են վերցնում եւ մյուս կողմից էլ անտոկոս փոխառություն տրամադրում իրենց հետ փոխկապակցված ընկերություններին։ Կամ գուցե հենց այդ վտահոգությամբ էր, որ շուրջ 13 տարի կառուցում էին Երևանի կրկեսի շենքը եւ զրկում էին այդ ընթացքում որոշ ծերունդների այդ կարևոր մշակութային օջախի հետ առնչվելու հնարավորություններից։ Հիմա էլ որոշել են 1 դրամով վարչապետ դառնալ կամ վարչապետ աշխատել։ Այդ լավ է, որ իրենց աշխատանքը հենց այդպես են գնահատում, այդքան են գնահատում, բայց ախր Հայաստանը փորձադաշտ չէ։ Ու հենց կրկեսի համատեքստում տեղին է հիշել, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք։ Իսկ հիմա անդրադառնամ Քոչարյանի որդու արտաբերած, այսպես ասած, արժանապատվության վերականգնման մասին խոսույթին։ Ռոբերտ Քոչարյանը իր իշխանության գալուց հենց ինքն է հայտարարել, որ նույնիսկ Երևանում մեկ բնակարան չունի։ Սակայն նրանց նախագահության ավարտին նրանց ընտանիքը դարձավ Հայաստանի ամենահարուստ ընտանիքներից մեկը։ Ու հիմա հարց է առաջանում. արժանապատվության որ չափանիշով էր Քոչարյանի միջին վիճակագրական ընտանիքը տարածաշրջանի ամենաաղքատ երկրում ամենահարուստ ընտանիքներից մեկը։ Կամ որ արժանապատվությամբ էր, որ Քոչարյանների ընտանեկան բյուջեն հարյուրապատիկներով ավելի աճել, քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն էր։ Իսկ իրականությունը հետևյալն է, սիրելի հայրենակիցներ։ Հենց այսօր է իշխանությունը ժողովրդի ձեր հետ միասին իրական արժանապատիվ եւ ուժեղ Հայաստան կառուցում։ Տարեկան միջինում առնվազն 7% տնտեսական աճով, հնային աննախադեպ աճով, հազարավոր կիլոմետրերով կառուցված ճանապարհներով ու ջրագծերով, հարյուրավոր դպրոցներով, մանկապարտեզներով, բուժհաստատություններով, ուղղակի եւ անուղղակի կերպով բարձրացված թոշակներով ու աշխատավարձերով, գնված եւ արտադրված զենք-զիթամթերքով, ինչպես նաեւ Հայաստանի իրական ինքնաշխանության, անկախության ու ժողովրդավարության ամրապնդմամբ։ Շնորհակալ եմ։